Լայնամասշտաբ խուզարկություններ, ձերբակալություններ իրականացնում մի քանի օր առաջ այդ շրջանակներում էլի մարդկանց տարել էին ոստիկանական բաժանումներ, որևէ մի հակաօրինական բան չէին հայտնաբերել, հիմա էլ արդեն ԱԱՑ-ին է կցել այս գործին, հիմա արդեն ԱԱՑ-ին է հանձնարարություն տվել այդ մարդկանց տանել ԱԱՑ-ը։ Երեք իշխանական ԶԼՄ-ում հրապարակված այդ հեղաշրջման պլան կոչվածից որևէ տեղեկություն ունեք, ինչի մասին է խոսքը, այդ պլանից դուք տեղյակ եք եղել, ինչ ինֆորմացիա եք տիրապետում այս պահին։ Ինչ պլան չէ։ Այս կողմ կնայեք պարոն Դանիելյան, օգոստոսի ինչ-որ 2-ի, չգիտեմ ինչ, ապա տեղեկատվության տարածում, այս տիպի ինչ-որ պլաններ։ Դուք այդ պլանից բան հասկացել եք։ Անկեղծ չէ։ Դա որքանով է լուրջ այդ պլանը։ Ինչ լուրջ այդ ցավտանում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք լուրջ բան է։ Մարդը մի քանի օր առաջ իր մոտ է կանչում ինչ որ բան է կարծես տալու։ Իման դեպքում արդեն։ Պարոն Դանիելյան, մի քանի օր առաջ դուք դարձյալ ինֆորմացիա ունեիք, որ պիտի իրավապահներ կան, այսպես հյուրընկալեն Սրբազան-հորը, այդ ժամանակ ինչու ձեզ չեկան եւ ինչու հենց այս պահին հիշեցին դարձյալ։ Չեմ իմանում, լավ որ ԱԱՑ պետք չեմ, չգիտեմ, լավ որ չեմ իմանում։ Իր գործողությունները աբսուրդի ժանրից են եւ ուզում ես ինչ որ տրամաբանություն գտնել, չես կարողանում գտնել։ Ինչքան էլ ուզես տրամաբանություն գտնես, չես կարող գտնել։ Չկա տրամաբանություն։ Ասում եմ, եթե մի քանի օր առաջ տարել են այդքան մարդկանց, որևէ մի բան չկա։ Դրանից հետո թուղթ է ինչ որ հրապարակում, խտի կտոր։ Այն իր խաղաղության խաչմերուկի նման են, նրանք թուղթը գործոցից հանում են, մեկ էլ Հայաստանի անդամ փոքրացող բանը, քարտեզը, հիմար բաներ է խոսում։ Հնարավոր է Բագրատ Սրբազանին կալանավորեն։ Հայաստանի Հանրապետություն տենց մարդ չկա, որ չփորձեն կալանավորել, որը որ ընդդիմադիր հայացքներ ունի, որը որ առավել եւս շարժման առաջնորդ է, եւ Այսինքն նախագահներին էլ դուք հավանական եք համարում, որովհետեւ այդ պլանում եւ Գագիկ Ծառուկյանի անունն է շեշտվում, եւ երկու քաղաքական ուժերի լիդերների ընդդիմադիր ուժերի եւ Սամվել Ալեքսանյանի, այսինքն դուք չեք բացառում նրանք, ովքեր լծակներ ունեն ինչ որ բան արագ փոխելու, անկախ այն բանից իր հետ են թե չէ, միանգամից կկալանավորվեն։ Մարդը խմբերաստեղծու վեհապարին նեղություն պատճառելու, չգիտեմ, վեհարանը գրավելու, ես ինչ ասում եմ, կասկադրոն։ Երեք սցենարը փոխվեց, ասես բանն ենք ցույց տալու։ Հա դե Էլ չեն գրավում կարծես։ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, որ այս 37 թիվը ամուր են, որ ասում եմ, ինքն է ստեղծում Ժողովրդավարություն անունով։ Բերիայի դերում էլ ինքն է հանդես գալիս, ժողովրդավարության անվան տակ ժողովրդավարության բաստիոն չի Հայաստանի Հանրապետությունը։ Կարծում եք կաթողիկոսի մոտ գնալու կամ կոպիտ է հնչում երևի նրան այնտեղից դուրս բերելու, վեհարանից դուրս բերելու ճանապարհն են մաքրում այսպիսով։ Ի վերջո հասկանալի է, որ այս ուժերն են առաջինը շտապելու վեհարան եւ պաշտպանելու եկեղեցուն։ Այո, եւ այդ պլանը եւ ինքը պլան ունի բոլոր հայրենասեր մարդկանց, այն քրեական օրենսգրքում նոր հոդված ավելանալու են մարդիկ, որոնք հայրենասեր են, հայրենատեր են, այդ մարդկանց համար հատուկ քրեական հոդված ունի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց ձերբակալելու, այդ մարդկանց տարբեր ապօրինություններ գործելու, քրեական գործեր կարելու եւ սա արդեն ակնհայտ է, հայտարարք են կլնում էլ աշխարհով մեկ ինչ ասեմ։ Ես որևէ հույս չեմ կապում, որ Նոր ենք հայտարարք լինում։ Արդեն ինչ որ գծեր կար, որ միջև հիմա որոշ գծեր կար, որ չէր հատում, պարզվեց, որ այդ գծերն էլ չկան եւ ինքը պատրաստ է ամեն ինչի, դուք ամենազազրելի, ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողությունները անելու։ Դանիելյան, հիմա կեցավայրի ներսում տեսեք, մարդը որ կներեք, էլի ասեմ, մարդը որ ինքը բան ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ այս մարդն է պատվալը մատով ցույց տալով Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Ու եւ ասում է, դες դատավոր կա, որ իմ ասածը չանի։ Այս մարդու ման խնդիր չէ, այնքան քրեական գործեր է շալակել այս մարդի վզին, որ կրկնում եմ, 100-ը կլինի, 150-ը կլինի, իր համար նշանակություն չունի։ Լավ, ինքը ամեն օր զարմացնում է, ամեն օր ձեր ասելով կարմիր գծեր է հատում, այդ գծերը չեն վերջանում եւ այդ գծերը մինչեւ երբ պիտի չվերջանան կամ որտեղ վերջանան։ Ձեր կարծիքով ենթադրենք այսօր ինքը շարունակի կալանքի տանել օրինակ նախագահներին, մյուսներին, նրանք ովքեր հնարավորություններ ունեն մի փոքր բան պեկելու։
Ուրեմն ինչ կլինի հետո հասարակությունը այդպես կշարունակի բնականon ապրել ինչպես որ Արցախի դատարկվելու եւ հանձնելու օրը Գծերը չեն հատվել ժամանակ, որ ինքը իշխանության չլինի։ Ինքը հասկանում է, որ իշխանության չլինելու դեպքում ինքը հայտնվելու է ջահելի հետևում եւ դրա համար ասում է, որ կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, չլինի Հայաստանի Հանրապետություն, չկա քրեական գործ, այսինքն չկա պետություն, չկա պատասխանատվություն։ Այդ սկզբունքով այս մարդը առաջնորդվում, քանդելով, ավիրելով իր ճանապարհին ամեն ինչ։ Եվ ես կրկնում եմ, էլի, զարմանալու որևէ մի բան չկա։ Ես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա նաև ուրիշ ծրագիր կա սրա տակ թաքնված, ադրբեջանցիներին ստեղ բնակեցնելու ծրագիրը կա օրակարգում, դրա մասին ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, փորձի դիմադրությունը ջարդի եւ ադրբեջանցիներին բերի բնակեցնի Հայաստանի ժողովրդին է սարքի դերձորի ճամփով։ Պարոն Դանիելյան, իրենց ծրագիրը հայտնի է, անդիմության ծրագիրը նաև ձեր ուժի ծրագիրը, որն է կանխելու այս ծրագիրը։ ահաբեկչությունից բացի ինչ կար պլանավորված։ Հարցը խնդրեմ մի հատ էլ։ Ինչ պլաններ ունեք դուք, ինչպես կանխել այս Փաշինյանի այս ծրագրերը, որոնք թվարկում են։ Պլանները հետեւյալն են, պետք է բոլոր ուժերը մեկտեղեն, բոլոր քաղաքական ուժերը Եվ պատրաստվել ընտրությունների։ բոլոր քաղաքական։ Հարցնում եմ։ Պարոն Դանիելյան, հիմա բոլոր քաղաքական ուժերը, բոլոր են պատասխանատու անձինք, որոնք որ պատասխանատվություն են ստանձնել այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի հեռացնելու, պետք է ջանքերը մեկտեղեն։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի, որովհետև այս մարդը պատրաստ է գնա եւ նախագահների հետևից, եւ պատրաստ է գնա վեհապարի հետևից, եւ սրբազանների հետևից, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու հետևից պատրաստ է գնալ։ Եվ եթե ջանքերը չմեկտեղվեն, Նիկոլ Փաշինյանի ծրագրերը ցավոք իրականացվեն։ առայժմ չեն մեկտեղվում, հակառակը հնարավորինս քայքայվում կամ տարանջատվում է։ Սթափություն կարծես թե Ես հույս ունեմ, որ սա էլ ազդակ կլինի բոլորին, բոլորիս, որ այսպես շարունակել հնարավոր չէ, սենց շարունակելու դեպքում այս ուխտը բոլորի դուրը չոքելու է եւ ես կարծում եմ, որ սա արդեն այն գծերն է կարմիր, որ հատելա եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, հաշված։ Պարոն Դանիելյան, հասարակությունը դուք հասկանում եք, մի հատվածն ապրում է իր կյանքով եւ դա կապ չունի մեր եւ ձեր եւ մյուսների ապրած կյանքի հետ, մի մասը Նիկոլի կյանքով է ապրում, մյուս մասն ապրում է տառապանքով։ Հիմա հասարակության այս 3 խմբեր իրար հետ ոչ մի կապ չունեն։ Մեկը մեկից բեխաբար ապրում է։ Հիմա ո՞նց անենք, որ Փաշինյանից հիասթափած ինչպես որ սոցհարցումների տվյալներն են պարբերաբար հուշում, հազիվ 10-11% քվե ունի փաստորեն այդ մարդը այս պահին։ Ո՞նց անել, որ նրանից հիասթափվածներին կարողանալ համոզել, որ ես ձեզ հարցնամ եւ մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի հայրենակիցները պատրաստ են Թուրանի մաս կազմելու։ Այս մարդը գնացի հայտարարել է, որ ես մեծ Թուրանի Արցախի հանձնելու հետ հաշտ է, չէ՞։ Մեծ Թուրանի, դե ասում են, որ Արցախը հեռու է, մեզ չի հասնելու։ Եկավ հասավ Սյունիք, եկավ հասավ Տավուշ, եկավ հասավ Գեղարքունիք։ Մեծ Թուրանի ճանապարհին ասում են մենք մաս ենք կազմելու, մենք մաս ենք կազմելու Թուրանի։ Այս մարդը ասում է, որ մենք սահմանադրություն, անկախության հռչակագիր, ամեն ինչ ուրեմն բան ենք անելու, հեչ ենք անելու եւ այս մարդը պատրաստվում է կրկնում եմ ադրբեջանցիներին վերել եւ վերաբնակեցնել։ Մենք դա գիտակցում ենք, պարոն Դանիելյան, ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա ես հենց այդ եմ ասում։ Հասարակությունը այդ ամեն ինչ այնքան լսեց, դրա համար հասկանում է։ պայքարից։ Չի ուզում, ասում է դուք շագանակները հանեք ձեր ձեռքերով, ես վայելեմ։ Ձեր հարուստներից քանի հոգի գիտեք, որ խառնվել է այս ամեն ինչին։ Առանց ժողովրդական աջակցության, առանց մեր հայրենակիցների տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ պիտի փողոց դուրս գան, ոչ թե առանձին վերցրած այս կամ այն քաղաքական միավորի, առանձին վերցրած, այլ իրենք իրենց համար։ Աստված մի արածը դուրս չեն գալիս, մեր բան ու գործը որն է լինելու հաջորդ քայլին։ Մի բողոքի, Նարեկ ջան, գոնե դու բողոքելու տեղ չունես էլի ախպեր ջան։ Մի քիչ ինֆորմացիա պարոն Դանիելյան, նաև խոզարկություններ կան այլ անձանց տներում, այդ նաև դաշնակցականների, կխնդրեմ մի փոքր մանրամասնակ այս պայդրությամբ ձեզ ինչ հայտնի, քանի հոգի են, ովքեր են։ Տվյալները թարմացվում է, մեր մարզային կառույցների պատասխանատուներն են տարել ԱԱԾ,
քիչ առաջ ասեցի, որ մեր Լիզային են Մանթաշյան տարել, Սրբազանի օգնականին։ Սրբազանի օգնականին են տարել, տարբեր Արա Ռուստամյանը որդիների կանչ հասարակական կազմակերպության նախագահն է, հերոս նահատակի հայրը, Ռոստի հայրն է, իրեն են տարել, անդադ տվյալները թարմացվում են, մի քանի տասնյակի են հասնում, նոր տեղեկություններ են ստանում, որ արդեն Արթուր Սարգսյանի բնակարանն են խուզարկվում, Երևանի բնակարանը։ Այո, Երևանի բնակարանը։ Մենք գիտենք, որ Վայոց ձորում են մտել տներ, ընդ որում քիչ առաջ ինձ հաղորդվեց, որ ինչ որ մեկի տանը նույնիսկ մահ կա, գիշերը մեկի հորեղբայրը մահացել է, այդ տղայի տուն են մտել, որը հենց դուր դռան վրա հարևան է, ասում են պահին, երբ մտել են տեղեկացնելու մորը, որ վիշտը ոնց ընդունի, այդ պահին ներխուժել է ոստիկանությունը, ընդ որում տեղի մարդիկ են քննչականի աշխատողները, խնդրել են ընտանիքի անդամները, ասել են թողեք գոնե 2 ժամ հետո ներխուժեք, ասել են չէ, որ մենք այս պահին մեր դատանի որոշմամբ եկել ենք, այո, խուզարկման աշխատանքներ կատարելու, դիակը տանը, տենց ընտանիքը պանիկայի մեջ, ընդ որում մինչև այս պահը դուրս չեն եկել այդ տնից։ Վայոց ձորում մի երիտասարդի տուն են մտել։ Այս մարդը հայրան ծարավ է, այս մարդը ինչքան վատ լինի մեր հայրենակիցների համար, այնքան դրանից ինքը հաճույք է ստանում։ Արյան ծարավ է, էլի, ինչ ասեմ։ Դուք հանդիպել եք այն մարդկանց, ովքեր տարվել էին դաստիարակչական աշխատանքների մասնակցության համար, հիշում եք, մի քանի օր առաջ ասում էին տարել ենք, որպեսզի կրթադաստիարակչական աշխատանքներ տանենք։ Նորաձևի շրջանակ։ Չէ, բայց քննչականը ինչ է կրթել, քրեական օրենսգրքի որ կետով են կրթում կամ դաստիարակում կամ այդ ինչի համար են կրթել, խոսել եք այդ մարդկանց հետ, ովքեր վերման են այլ արդեն տուն է կանչում, կրթվել է նորաձևի շրջանակներում։ Ինչ էին ասել իրավապահներն իրենց, ինչ է ձեզ հայտնի։ Մարդը իր տնից դուրս է գալիս։ Աջան։ Ինչ էին ասել, փոխանցել, գուցե սպառնացել, ահաբեկել այն մարդկանց, ովքեր ձեր կողմնակիցներն են եւ որոնց մի քանի օր առաջ բերման էին ենթարկել համատարած։ Ձերց մնան բողոքի ակցիաներ իրականացնելու, ձերց մնան ուրեմն իրենց բողոք արտահայտելուց։ Այսինքն հանդուրժեն Փաշինյանին չեն կարող ոչ մեկնել մշակեն իրենց տեսեք հարգելիներս եթե մարդը առհասարակ մեր քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եթե պետք լինի նաև խաղաղ անհնազանդություն իրականացնելու դա տեղավորվում է օրենքի շրջանակներում այս մարդը դրա հետ հաշ չի այս մարդը պատկերացնում է որ ինքը եւ այս երկրի դատավորն է եւ դատախազն է եւ քրեականի պետն է եւ չգիտեմ մել արդեն վեհարանի վրա աչք ունի այսինքն կոնկրետ մարդը փորձել է վախեցնել եւ տեսել է որ բան չի ստացվում հիմա էլ սրան մինչեւ այս ԱԱԾ ստորաբաժանումները ներգրաված չեն ԱԱԾ ներգրաված չէ հիմա արդեն ԱԱԾ-ին է ներգրավել քիչ առաջ էլի Facebook-յան էջում հայտարարություն ա Պարոն Դանիելյան, քննչական կոմիտեի հաղորդագրությունը ձեզ ծանոթ է, որ Սրբազան պայքարը Բաղդադ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ պետք է ինչ-որ ահաբեկչություն իրականացներ քննչական կոմիտեն մի շարք գործողությունների պլաններ է, թվարկում այդ թվում նաև երկրում վախի մթնոլորտ ստեղծելու հետ կապված դուք այս մասով ինչ կասեք, կար պլաններում նման բան թե ոչ։ Դե կարային ավելացնեն, որ քեներու սպանության մեջ էլ մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց Դե կարան, ինչա, քիչ եթե այդքան կարում անը, քիչ կարան։ Քիչ կարան։ Ես նկարտումներ չունեմ, Նիկոլը նկարտումներ ունի, ինչ նկարտումներ ունի։ Ինչ ռազմական պատրաստության մասին են խոսում քննչական։ Հավաքագրել են, ասում է 1000-ից ավել անձ են հավաքագրել, որ ինչ որ գործողություններ իրականացնեն։ Ինչ գործողություն։ Նախկին դե ասեցինք այդ Ռազմական գործողություն։ նախկին ոստիկաններ, քաղաքի ներսում։ Քննչական կոմիտեի հաղորդագրություն։ Մի խոսքով տերակտ եք պլանավորած եղել։ Խել են, ինչ որ բան խել են, ուղղակի հրթիռ բան խել են, այս բանը խել են։ Բայց ինչ պլանների մեկ օրինակ դուք իշխանապահություն անելու համար բան դանել։ 7 տարի է իշխանապահության ծրագիր կա, էլի, չգիտեք որ ծրագիր իշխանապահությունն է։ 7 տարի, այսինքն նաև այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանի հետ կառավարությունում էի։ Նարեկ ջան, լրջացի էլի։ Չէ, դե ասում եք 7 տարի, 7 տարի հետ եմ գնում, տեսնում որ դաշնակցականները նախարարական Ինչ որ մի պահի մաս են կազմել կառավարության եւ ինչ դրանով ինչ։ Չէ, որ Շատ ասում մարդ կան, մաս են կա, հատիկ ես ընթացքում չգիտեք քանի անգամ եք պահանջել որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը
հրաժարական տա, որովհետև չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Ամբողջ երկրով խազան պայքարի ակտիվիստների, աջակիցների, ընդդիմադիրների տներում հիմա փնտրում են Փաշինյանի վախերը։ Ինքն շատ են, որ բոլոր տեղերում գտնվում են դրանք։ Պարոն Մամիկյանյան, երեք իշխանությունները ինչ էին Զարմանում ինչ եք դուք հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուխությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, գրել է իր ասիլիտիենում։ Չեք գնահատում այդ աշխատանքը։ Իրենք ասում են, հենց ընդդիմության ներսից են իրենց այդ թուղթը Իրենք նաև ասում են, որ Արցախը չեն հանձնել հետո։ Հանձնել են։ Սցենարիստը Այսինքն չէ, իհարկե, ինքը ընդհանրապես իրականացնող։ Նա մենք տեսնում ենք այնինչ բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին, ես ներողություն եմ խնդրում, բայց Գալստյան Դավիթը նույնպես հաց է անջրել։ Համբարձումյան Դավիթը, Գալստյան Դավիթը Արցախի։ Այս պայդրությամբ հայտնի է հետևյալը, որ այստեղ իրականացվում է քննչական գործողություն, ներգրաված է նաև ԱԱՑ-ն, իմ ունեցած տեղեկություններով ամենայն հավանականությամբ չեմ ուզում վատ նորություն առաջինը հայտնող չնեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ Սիրխազյանի նկատմամբ կալանք կիրառվի եւ կարծում եմ մնացած մեր պայքարի ընկերների նկատմամբ նույնպես եւ տոտալ Արտուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, ես խոսում եմ ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանի եւ Դաշնակցության գործադիր Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի եւ Լիդիայի Մանթաշյանի մի շարք մեր պայքարի ընկերների տներում իրականացվում են խոզակություններ կամ արդեն իրենց տանում են ԱԱՑ-ը։ Բացառում եք, որ նախկին նախագահներին չեն գտել կամ ինչ ինֆորմացիա ունեն, որ կալանքի է դա տանում։ Իսկ ինչի Նիկոլի Հայաստանում չէ բան պիտի անես, որպես կալանավորվես։ Պիտի հայրենասեր լինես, պիտի քո արժեքների համար պայքարես, այս բոլոր նշած մարդիկ այդ ամենը անում են։ Չէ, ես Նիկոլի Հայաստանում ոչինչ չեմ բացառում։ Այսինքն չեք բացառում, որ եւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կարող են տանել կալանք։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասերներին ինքը փորձելու է կալանք տանել, բայց մեր բոլոր պայքարի ընկերների ու մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանում այդքան բերդ չկա, որ բոլոր հայրենասերներին Իսկ չի ջլատվի ընդդիմությունը, եթե այսպես շարժման Ինձ առաջնորդներին։ որպես մեր ուժի անդամ, չէ, Առհասարակ, ամեն ընդդիմադիր դաշտ։ պայքարենք եւ այս տարիների ընթացքում բոլոր նրանց հետ ում հետ պայքարի մեջ ենք եղել, իմ կարծիքով իրենց սա ոչ կվախեցնի, ոչ էլ կկա։ Պարոն Մամիկյանյան, սա կարող է դառնալ trigger, մեկ վարքյան, կարող է դառնալ trigger աբեկչություն է պլանավորում։ Հավաքագրեն են։ Կներեցեք մեկ վարքյան, կարող է դառնալ trigger հանրային գեներացիայի համար, նոր ընդդիմադիր շարժման համար։ Ես հիմա ձեզ եմ դիմում եւ մեր հայրենակիցներին։ Ինչ trigger-ա մեզ պետք է։ Արցախը հանձնել է մեր երկրում ադրբեջանցիները արդեն մի քանի տարի է մեր սուվերեն տարածքում են 21 թվականից մինչև այսօր։ Միջնորդը Ադրբեջանի հետ հարաբերությունների Թուրքիան է։ Կաթողիկոսի վրա եւ եկեղեցու վրա արշավ է սկսում։ Արևմտյան Հայաստան չկա այլևս։ Ես իրոք այդ trigger բառի իմաստը արդեն չեմ ասում, նայեք ջան մի վարքան պատասխան այստեղ հարցին եք Քննչական կոմիտեի հայտարարության վերաբերյալ ասում եք 25 թվականից սկսած 1000-ից ավել անձ եք ներգրավել, որպեսզի աբեկչություն ընդդիմություն ես էլ եմ անցնում։ Ընդդիմության 1000 հոգով Տարբերություն չկա։ 1000 հոգով տեխնիկապես անում են ահաբեկչություն։ Անդիմադիր գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ քաղաքաբանտարկյալ է, այնպես որ ես չեմ զարմանում ձեր ձևակերպումից։ Երբևէ 7 տարիների ընթացքում որևէ հակաօրինական կամ հակասահմանադրական գործողության մասին որևէ քննարկում չեմ լսել սրբազան պայքարը ներառյալ։ Լսում եմ Նարեկ ջանի հարցումները։ Պարոն Մամիկյանյան, այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեի, որ առավոտյան տարածվել է, ծանոթ եք։ Դուք բացառում եք, որ այդպիսի մի սցենար կփորձեր որևէ շրջանակ կյանքի կոչել ընդհանրապես Հայաստանում, թե ոչ, օրինակ հաշվի առնելով, որ մենք ժամանակին ունեցել ենք, հա, նման դեպքեր, երբ որ օրինակ պետական կառույցներ են գրավել։ Ունեցել ենք այո այդպիսի դեպքեր։ Ունեցել ենք այդպիսի դեպքեր, ու այն մարդը, որ այս պահին գրավում է վարչապետի պաշտոնը, առաջինն էր, որ մտել էր այդ գրավված պետական օբյեկտը։
նորից եմ ասում, որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել ներառյալ սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում։ Բագրատ Սրբազանը հայ առաքելական եկեղեցու arczepiskopos նման բան ահաբեկչություններ ծրագրել, ասենք ինչ-որ սահման պիտի լինի, էլի աբսուրդի, մարազմի սահման պիտի լինի։ Պարզապես մենք հիշում ենք, որ ընդդիմությունից Վազգենը ոնց էր ազգանում, վարչապետի թեկնածու էր։ Ներողություն, Վազգեն Մանուկյանը ասում էր, որ եթե պետք լինի, նաև կառավարական շենքեր գրավելով կհասնենք իշխանապահության։ Ես խնդրում եմ ամեն դեպքում Հայաստանի պաշտոնաթող վարչապետի եւ ներողություն եմ խնդրում, որ այս պահին չի կարևորագույն ազդեցություն ունեցող Վազգեն Մանուկյանի մասին խոսելուց սա ընդամենը մեկ դրվագ ա եղել իր քաղաքական ելույթից, դրանով առկա է դատական գործ, որը եթե չեմ սխալվում արդեն ավարտին է մոտենում, այնպես որ բացարձակ ելույթի ժամանակ հնչեցված որևէ կոչ չպարունակող, որևէ հակա իրավական գործունեություն չպարունակող հայտարարությունները խնդրում եմ չվերագրել ընդդիմադիր պայքարին որպես այդպիսի։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է մի միջազգային ֆենոմեն, աշխարհում այդպես բան ես չէի տեսել։ Մեր երկրում ընդդիմությունը ավելի պետական իշխանություններ։ Պարոն Մամեջանյան, հենց այս համատեքստում, երբ օրեր առաջ իրավապահների սպասում էին դարձյալ Սրբազանի կեցավայրում եւ մի քանի տեղերում խուզարկություններ են եղել, ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ էր, ասում են ռևանշիստական ուժերը հարձակման են ենթարկում եւ այլ։ Հնարավոր է, որ սրա հետևում նաեւ դրսի պատվերի կա։ Դուք գիտեք, որ ես չափից շատ եմ խորհուրդ մեր հեռուստադիտողներին, մեր ունկնդիրներին, որպեսզի չճշտված տեղեկություն ասեն, դրա համար եկեք տրամաբանությամբ միասին գնանք։ Մեկ ամիս առաջ Փաշազադեն, ով կրոնական առաջնորդն է մուսուլմանների Հարավային Կովկասի, հայտարարություն է տարածում, որ անհրաժեշտ է հիմարություններ, էջմիածին եւ այլն եւ այլն։ Որից մի քանի օր հետո սկսում է այս խայտարակ արշավը առաքելական սուրբ եկեղեցու։ Ոնց է ստացվում, որ ռևանշիստ մեզ անվանում են ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ու իր խմբակը։ Ուստի ես չունեմ ոչ մի տեղեկություն, ոչ մի կոնսպիրոլոգիայի ապացույցների չեմ տիրապետում, բայց պարզ տրամաբանություն ունեմ։ Ոնց որ թե Ադրբեջանի, Թուրքիայի եւ Փաշինյանի ջրերը առնվազն մի առվով են գնում, եթե չխոսենք հստակցություններից եւ ուղղորդումներից։ Մի հարց էլ պարոն Մամեջանյան, դուք ձեր թևը, այսինքն Հանրապետական կուսակցության իմպիչմենտի թեկնածու ունենալու հետ զուգահեռ պարբերաբար հայտարարություններ անում, որ պայքար է սկսում կամ արդեն սկսել է։ Հնարավոր է, որ այս առիթը, այսպես կալանավորումները, ձերբակալությունները պատճառ դառնան եւ դուք հենց հիմա այս ամառվա տապին սկսեք այն գործընթացը, որին դուք ասում եք, որ Գիտեք, Տիկին Բադյան, մեզ տապը եւ անձրևը այդքան էլ ճիշտ ասած չի հետաքրքրում, բայց այն ծրագիրը փողոցային պայքարի, որի մասին խոսել է նախագահ Սարգսյանը, այս կամ այն դրսևորումներով արդեն իսկ տեսել եք դրա տարբեր իրադարձություններ։ Ես չեմ ուզում օգտագործել առիթը ասելու, թե ինչ փողոցային միջոցառումներ են իրականացվել։ Տրամաբանությունը հետեւյալն է։ Այն ինչ անհրաժեշտ է բոլորիս, այսինքն Փաշինյանի հեռացումը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել բոլոր գործողությունները, որոնք համազգությամբ արգելված չեն։ Ձեր հարցին ի պատասխան այդ աշխատանքները արդեն իսկ տարվում են։ Պարզապես դրանից մի մասը տեսանելի է, մի մասը տեսանելի չէ, բայց ես դες վստահեցնում եմ, որ աշխատանքները չեն դադարել հաստատի ոչ։ Իսկ հնարավոր է որ փողոցային պայքար սկսվի։ Այլ ընտրանք չկա, որ փողոցային պայքար սկսվի, որովհետև օրեր չասեմ, բայց իմպիչմենտի գործընթացը, վարչապետին ամուսնալուծում հայտնելու գործընթացը փաստացի անհնար է իրականացնել առանց փողոցային պայքարի բաղադրիչի, հետեւաբար բնականաբար այն նույնպես տեղի է ունենալու։ Պարոն Մամեջանյան, բայց այսպիսի գնահատականներ կան, ասում են Սերժ Սարգսյանը մեծ նվեր արեց Նիկոլ Փաշինյանին, խնդրահարույց, վիճահարույց թեկնածու առաջադրելով, նկատի ունենալով պարոն Համբարձումյանին, դուք այս մեկնաբանությունները ինչպես եք վերաբերում, արդյոք ճիշտ է Դավիթ Համբարձումյանին առաջադրել վարչապետի թեկնածու։ Ես ուզում եմ վերլուծել վիճահարույց կամ խնդրահարույց բառը։ Իր եւ իր հարազատների, եղբոր, աներոջ եւ այլ հարազատների նկատմամբ քրեական գործերի հարուցում, կալանք չկանգնացրեց Դավիթ Համբարձումյանին մասնակցելու պայքարին եւ հաղթելու ԿՊ-ին այդ պայքարը։
իր նկատմամբ այս ողջ ընթացքում եւ հիմա երկեսաստկացել է իրականացվում է կեղտոտ ստի արշավ փորձելով սևացնել Դավիթ Համբարձումյանի բարի համբավը Մասիս քաղաքը 20,000-ից ավել բռնի տեղահանված մեր արցախցի քույրեր եւ եղբայրներ հյուրընկալել եւ ապահովել իրենց կեցությունը։ Ուզում եմ հասկանամ, այս նշածներից խնդրահարույցը կամ վիճահարույցը ո՞րն է։ 7 տարի առաջ նշում էին, որ Գործը կարճված է, եթե հարցը ասելու եք անկարգությունների վերաբերյալ, գործը կարճված է։ Մնացած բոլոր գործերը կամ կարճված են, կամ արդարացուցիչ վճիռ կա է այդ գործերով։ Հիմա Դավիթի ի՞նչն է խնդրահարույց։ Խնդրահարույցը նրանով, որ ինքը հաստատ գիտես, որ ինքը հաստատ ապացուցել է, որ ԿՊ-ի հետ կռվից չի խուսափում, կռվին մտնում է ու այդ կռիվը հաղթում է։ Եթե դա որևէ մեկի համար խնդրահարույց կետա, ձեզ չեմ ասում։ Okay, խնդիր չկա։ Մեր համար դա մեծ առավելություն է։ Ինչ վերաբերում է նվեր, մվեր եւ այլն, նախագահ Սարգսյանը եւ Հանրապետականը 2018 թվականի ապրիլի 25-ից պայքարում են Փաշինյանի դեմ։ Նման բանով հպարտանալ եւ պարծենալ, իսկ դա հպարտանալու բան է մեր երկրում, եւ դու պայքարում ես պետական եւ հակահայկական գործիչներին դեմ շատ քիչ մարդ կարող է ապրիլի 25-ից պայքարում էիք եւ այդ պայքարի շրջանակներում մայիսի 28-ին կողմ քվեներով Նիկոլ Փաշինյանի նախ մայիսի 28-ին չէ, մայիսի 8-ին ներողություն։ Երկրորդը զարմանալի է, որ իհարկե գիտեմ, բայց ես կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, բախտ իմանամ։ Եթե մեջբերում եք, մեջբերեք ամբողջությամբ, թե ինչ է եղել մայիսի 1-ին։ Մայիսի 1-ին, չգիտեմ ինչի հասանք մենք այս թեմային, Բագրատ Սերբազյանի կառավարման համատեքստում, բայց ամեն դեպքում պատասխանեմ։ Մայիսի 1-ին Հանրապետականի ֆրակցիան չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ահա, Պարմանյանի էջում այդ ամեն ինչը կա։ Մայիսի 1-ին չընտրեց Փաշինյանին, կոչ անելով Հայաստանի բոլոր կուսակցություններին, ֆրակցիաներին այն ժամանակվա առաջարկել այլ տեխնացու։ Դա տեղի չունեցավ։ Նույնիսկ մայիսի 8-ին իր հայտարարության մեջ Հանրապետական կուսակցության ֆրակցիան եւ դրա քաղաքական թիմը դեմ է շարունակել քվեարկել Փաշինյանին։ Դուք պատկերացնում եք այդքան մարդ հավաքված հրապարակում, ինչ է նշանակում Հանրապետական պատգամավորներին, երբ իրենց տների մոտ դագաղներ էին ու ատելության քարոզը իրականացում, ձիգ կանգնած լինել Արցախի ու Հայաստանի պաշտպանության գծում, բարձրաձայնել, որ սա հակաղարաբաղյան պայքար է եւ չվախենալ այն կեղծիքի արշավից։ Եվս մեկ անգամ մենք հայտարարեցինք, որ եթե Հայաստանում կա գոնե մեկ քաղաքական միավոր, ով կառաջարկի այլ տեխնացու, մենք պատրաստ ենք դա պաշտպանել, բայց ուզում եմ հիշեցնել, որ դա ցավոք սրտի ոչ մեկ չարեց, ավելին այդ ժամանակվա պարլամենտական մյուս խմբակցությունները ստորագրություններով այնտեղ ընթացակարգը առաջարկեցին պարոն Փաշինյանին որպես Փաշինյանի անունը տվեցի ճանճ եկավ, որպես տեխնացու, իրադարձությունները տրամաբանակն որպես տեխնացու առաջադրեցին եւ որպեսզի պատերազմող երկիրը, պատերազմական թեկուս սառը, հա, ոչ ակտիվ գործողություններով պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը ավելի խորը ցնցումների չտանելու տրամաբանությամբ տեղի ունեցավ այն, ինչի մասին դուք խոսեցիք։ Իդեպ պարոն Մամիջանյան, իսկ հնա այս անգամ գոնե ձեր Հայաստանի Հանրապետական կուսակցության այսպես կոչին կարձագանքեն եւ իմպիչմենտի գործընթացը գլուխ կբերեն, թե էլի այսպես անջատողական տարբեր դիրքորոշումների ականատես կնենք եւ կգնա պրավալի ամեն ինչ։ Դե այդ հարցը ինձ չի պետք տալ, այդ հարցը։ Դուք աշխատում եք իրենց հետ, գիտեք պատգամավորներին, որոնց ստորագրությունները մենք սպասում ենք, ոչինչ չի փոխվել այս պայդրությամբ։ Իսկ այն գործարարները, որոնք այդ օրերին օգնեցին, որ Փաշինյանը դառնա վարչապետ, այն գործարարները, որոնք անջատվեցին ՀԿ-ից եւ օգնեցին, այդ գործարարները ցույց տալիս են միտումներ, որ պատրաստ են աջակցելու, եթե հանրային ընդվզում լինի կամ ընդհանրապես որևէ process-ի վերջ այդ գործարարները հենց հանրապետական կուսակցության շնորհիվ են նաև արևի տակ տեղ ունեցել։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին իր երեխաներին, իր թոռներին, իր պատմությանը պետք է պատասխան տա, թե ինչով էր ինքը զբաղվում 2018-ից 2025 թվականին։ Չէ, ազդակներ չունեք, օրինակ Սամվել Ալեքսանյանից, մյուսներից չեք նկատել, պարոն Մամիջանյան։ Նմանօրինակ բաները ես չեմ հանրայնացնում, բայց ես իմ երեխաների, ես իմ ապագա երեխաների, ես պատմության առաջ իմ ու իմ կուսակցության տեսանկյունից արդար եմ, կարող եմ պարզ ճակատով ասել, որ այս տարիների ընթացքում պայքարել եմ, բայց ավելի կարևոր է ոչ թե պայքարելու գործընթացը, այլ հաղթանակի հասնելու, որը հույս ունեմ մոտ է։ Ասեք բացարձակ, շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանում եք հարցերին։ Պարոն Մամիջանյան, բայց
հաշվի առնելով հանրապետական կուսակցության իշխանության 10 տարիները, այդ կամ էլ ոչ ժողովրդավար գործելավոճը հեռու չէ Դες ինչ կռեք ենք ես ասել բան։ դուք եք հացավարտել, հետո կկրվեք։ Չնայած ես ձեր հետ կրվելու բանություն եմ պլանել։ Այդ ոչ ժողովրդավար այդ մոտեցումները տեսել ենք ընտրակեղծարարությունը, այսպես բանդաներով ինչ որտեղ հարցեր լուծելը։ Հիմա դրա համար որ հերքվում է այս ամենը, որ ՀՀԿ-ն նման բանում չկա, մարդիկ տեսել են էլի ինչա կատարվում եւ հիմա հարցերը առաջանում կարող է հիմա անել նման բան։ Արոն Տիրակոսյան, անցել է 7 տարի ինչ Փաշինյան իշխանության։ Ուր են բանդան ընտրակեղծիքներ եւ այլն։ Այդ բոլոր քրեական գործերը մեկ չկա։ Դա էս մեկ ֆանգի։ Երկրորդ, ինչ վերա այդ առանձին պատմություն։ Երկրորդ հարցադրումս Ես դուք փորձեցիք ասել, որ հանրապետականի կառավարման տարիներին խոսքի ազատության եւ այլնի հետ կապված խնդիրներ կան։ Գիտեք, մենակ մի բան ասեմ, էլի 18 թվականի այն փաստը, որ տեղի ունեցած իրադարձությունները գրեթե անարյուն էին հանածեջ միածնից հավալի դեպք։ Դա հաստատ ընդդիմադիրների այն ժամանակվա, հաստատ Փաշինյանի շնորհիվ չի։ Հաստատ իրենք շատ էին ուզում, որ այլոն թափվի, հաստատ իրենք շատ էին ուզում, որ զոհեր լինի, բայց այն ժամանակվա իշխանությունների խոհեմության, այն ժամանակվա իշխանությունների վերաբերմունքի արդյունքում որևէ խոշոր միջադեպեր չգրանցվեցին։ Իսկ դուք լրագրող այդ ժամանակ եղել եք եւ ձեր գործընկերներից էլ կարող եք հարցնել, թե այդ տարիների ընթացքում նմանօրինակ դրսևորումներ, նմանօրինակ ռեպրեսիաներ լրատվականների նկատմամբ, նմանօրինակ ռեպրեսիաներ քաղաքական գործիչների նկատմամբ, սկսած Արմեն Աշոտյանից, ով 2 տարի պահվում է անազատության մեջ, վերջացած Սամվել Կարապետյանով, ով հայտարարության համար, որը ոչ կոչ է պարունակում, ոչ մի բան չէր պարունակում, ուղղակի նույն վայրկյանին կալանավորվել է։ Հիմա ինչ որ պլան են իրանցով գրել, դրա հիման վրա են փորձում մարդկանց կանոնավորել։ Այնպես որ ցանկացած զուգահեռը մեր կառավարման տարիների եւ Փաշինյանի մեր համար վիրավորական բան է։ Եվ պարոն Մամիկյան, քրեստի կարդամ, եթե բան անենք, կրկին վերադառնանք անձանց, եւս մեկ անգամ խնդրեմ ասել, քանի հոգի այս պահին ձեզ հայտնի է կուսակցությունը իրականացնում։ 20-ից ավել, եթե չեմ սխալվում, անձանց ընդդիմադիր գործիչների տներում խուզարկություններ են, հստակ անուններով կարող նշեմ, թե Բագրատ Սրբազանն, ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանն, տվյալներ են նորից փոխվել, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, Լիդիան Մանթաշյան, Սրբազանի աջակիցներից օգնական, գիտեմ նաև որ Դաշնակցության տարածքային գրասենյակների ղեկավարների մոտ են խուզարկություններ եւ շատ նաև Սրբազան պայքարի այս վայրի դրությամբ ես տեղեկություններ շնորհակալություն։ 161 հարկերի հետևողներ շարունակում են բողոք առաջացումը սահմանադրական Աստղային անվտանգության ծառայության դիմակավորված Գառնիկ քանիսին են մտել Սրբազանի տուն 7-ին, այսինքն 5 ժամ 5 ժամ այդ ինչ պիտի փնտրեն 5 ժամ այս տան մեջ նաև իր քաղաքական պատվիրատուների մեծ զորքով են մտել տեսնենք որտեղ այս պայմանավորվածությունները եւ այս փաստը Փաշինյանը երկու պայմանավորում
հնարավոր հանրային դիմադրությունը ապագայի Երկու խաչմերուկ փակել էին, ներքևում էր երկու ավտոբուս ոստիկանության զորք հարացված։ հարձակում եք հարձակում է Այս փողոցի ներքևում երկու ավտոբուս ոստիկանական զորք են կանգնացել, հա։ Այսինքն մտածում եմ բերման ենթարկելիս դիմադրություն կարողանա։